կազմակերպած անհնազանդության աղմկահարույց գործով ընթացող դատավարությունը մեզ բոլորիս վերադարձրեց 2010 թվականների քաղաքական դատավարություններին։ Ինքն ավելորդ անգամ հաշվ ունի, որ վարչախմբի գործելավոճի մեջ ոչինչ չի փոխվել, առավել ևս մեղադրողի պահանջած պատժաչափերը, հատկապես Շանթի որդու մասով, ոչ այլ ինչ, քան քաղաքական վենդետա չես կարող ընդգրկել։ Հարությունյանների Գերդաստանը լինելով բացառիկ հայրենասերներ, ինչն ապացուցում է Շանթն իր ապրած կյանքով, որն արտահայտվեց նաև իր և ընկերների գործողություններով, ինչը լուրջ ազդակ էր հասարակությանը, ընդդիմադիր քաղաքական ուժերին, որ այլևս առանց քաղաքացիական անհնազանդության և դրում փոփոխություններ իրականացնել անհնարին է։ Այս դատավարության վարչախումբը փորձում է վախի մթնոլորտ սերմանել բոլոր նրանց համար, ովքեր Հայաստանում այլևս անհնարին են համարում ընտրությունների միջոցով հասնել իշխանախոսության, և այլ ուղիներ են առաջարկում իշխանությունը ժողովրդի վերադարձնելու հարցում։ Սակայն վարչախումբն ամեն գնով շարունակում է հասարակությանը հրամցնել իրենց հին ու փորձված հագերտավոր ընտրությունների միջոցով իրականացնել իշխանությունը։ Շանթի ու ընկերների նկատմամբ իրականացող դատական վենդետան ևս ծառայում է այդ նպատակին, ինչը բարեբախտաբար այլևս չի գործելու, որովհետև նրանց վարած կրակը դեռևս երկար է սխալվում։ ԺՀԿ-ն դիմում է վարչախմբին սթափվել ու վեր դնել դատավարություն կոչված ծաղր ու ծանագիր և բոլոր տղաներին ազատ արձակել, որը կարելի կլինի ընկալել որպես առաջին փոքր քայլ իշխանությունը ժողովրդին հանձնելու գործընթացին։ Ժողովրդավարական հայրենիք կուսակցության քաղաքական խորհուրդ 21/2014 թվական։